Ազայն, լավագույն և հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունգընթիրները վագընթիրներ, վանացայնի եթերով և թիմադեդրի էջով ձեզ հետ ենք ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Հայաստան տաշինքը երեք հայտարարեց, որ սահմանադրական դատարանի որոշումեն ետք պիտի ստանցնե պատգամավորական լիազորակիրները, զանոնք քաղաքական պայքարի լրացուցիչ գործիք նկատելով եւ ոչ թե պաշտոն կամ հարմարավետություն։ Տաշինքը վերահաստատեց, որ սահմանադրական դատարանին վճիրը ընդրական խախտումները չի սրբակրեր եւ ձևավորվող իշխանության օրինականության հարցը չի լուծեր։ Հայտարարության մեջ շեշտեց, որ Տաշինքը կվիճարկե գործող իշխանության ազգային ժողովի մեջ ներկայությունը եւ կառավարության կազմելու անոր իրավունքը եւ ոչ թե ընդդիմության ստացած քվեները։ Հայաստան Տաշինքը ընդգծեց, որ ընդդիմության ստացած ավելի քան 550,000 քվեները բարդավորեցնող են եւ պետք է պայքարի շարունակության ծառայեն։ Տաշինքին համաձայն պատգամավորական լիազորակիրներն հրաժարիլը պիտի նշանակե գամավոր կերպով հրաժարիլ իրավական եւ քաղաքական այն մեխանիզմներն, որոնց կարելի է օգտագործել գործող իշխանության դեմ։ Տաշինքը հայտարարեց, որ խորհրդարանին մեջ իր գործունեության առանցքը պիտի ըլլա ընդդիմադիր ուժերու միացյալ օրագարկը սահմանադրության բարդատրված փոփոխություններու կանխում, հայաստանյան սահարակելական եկեղեցու պաշտպանություն, քաղաքական բանդարգյալներու եւ Բաքուի մեջ բանդարգվող հայ ռազմակերիներու իրավունքներու պաշտպանություն, ինչպես նաեւ գործող վարչախումբի հերացում։ Հայտարարության համաձայն խորհրդարանական ներկայությունը պիտի ծառայե նաև քաղաքացիներու խնդիրները բարձրացնելու, հանրային դիմադրություն կազմակերպելու եւ միջազգային հարթակներու վրա քաղաքական այլընտրանքային մոտեցումներ ներկայացնելու։ Հայաստան Տաշինքը սահմանադրական դատարանի որոշումը ոչ թե պայքարի ավարտ նկատեց, այլև նոր ու ավելի համագարկված փուլի սկիզբ, ընդգծելով, որ պայքարը պիտի շարունակվի թե խորհրդարանին մեջ եւ թե խորհրդարանեն դուրս։ Նշենք, որ 2 օր առաջ ընդդիմադիր ուժեղ Հայաստան Տաշինքը եւս հայտարարած էր, թե պիտի ստանցնե պատգամավորական լիազորակիրները։ Հայաստան Տաշինքը երեք հայտարարությամբ դատապարտեց Բարգավաճ Հայաստան գուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ցերպակալությունը։ Հայտարարությունը նշեց. Հայաստան Տաշինքը կդատապարտե բացահայտ քաղաքական հաշվեհարդարի Բարգավաճ Հայաստան գուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ցերպակալությունը, ինչպես նաև անոր ընտանիքի անդամներուն դեմ կատարվածները։ Գործող վարչախումբին կորձելավոճը ուժային գառույցները քաղաքական մահագի վերածելը եւ ընդդիմախոսները ջնշումի ենթարկելը իրավական որևէ դրամապանությունե դուրս է եւ իշխող վարչախումբին վախերը գարդահայտե։ Սեփական իրավունքի ոտնահարումը եւ տնտեսական սարսափը ուղղակի հարված են երկրի ներդրումային միջավայրին եւ տնտեսական անվտանգության։ Հայաստան Տաշինքին հայտարարությունը նկատել գուտա, որ նման գործերով իշխող վարչախումբը կփորձե օրինականացումի ճգնաժամը քողարկել եւ հագաբեդական նպատակներու իրագործման ճանապարհին թիմադրության բոլոր օջախները չնչել։ Տաշինքը իր աջակցությունը գայտնե Գագիկ Ծառուկյանին եւ քաղաքական թրտաբաժարներով հետապնդվող բոլոր անձերուն եւ հայտարարությունը գեզրապագե միջազգային բոլոր դերակատարներուն գոչ ուղելով հստակ քննադատականներով գանխել մենադիրական վարչականքին ամրապնդումը։ Հայտնենք, որ Բարգավաճ Հայաստան գուսակցության առաջնորդ գործարար Գագիկ Ծառուկյան 3 ցերպակալվեցավ։ Աննախ դարվեցավ քնչական բաժին աբաթադարան, ուր անոր դեմ գալանքի միջնորդություն պիտի ներկայացվի։ Պաստապան Երեմ Սարգսյան հայտնեց, որ Ծառուկյանին ուղղված մեղադրանքները անհեթեթ եւ ձիղձաղելի են։ Խարդախության օժանդակություն եւ տրամ լվալու օժանդակություն։ 3 Ծառուկյանի բնակարանը եւ արևդրական գետրոնները խուզարկվեցան։ Սարգսյանի համաձայն հայ-իրանյան միացյալ արևդրական բալադի միջոցով Ծառուկյան փորձած է Հայաստան-Իրան արևդրական եւ պետական հարաբերությունները զարգացնել։ Խուզարկության մասին նշված է, որ կորձին մասին որևէ նյութ չի առնված, անոնք աբորինի քույքեր արած են։
Քննչական կոմիտեին հայտարարության մեջ նշվեցավ, որ հայտնված են տվյալներ, թե Կակիկ Ծառուկյանի գազագերբությամբ 2022-2024 գդարված է մեծ չափերով խարդախություն։ Տվյալներով համաձայն Ծառուկյանի ղեկավարությամբ գործող խումբին անդամները Իրան-Հայաստան արևդուրի գաբերը զարգացնելու նպատակով Իրանի քաղաքացիներուն հետ համաձայնություններ կատարած են։ Այնուհետև Իրան-Հայաստան բեռնագարկի փոխադրության գաբ ստեղծելու կողինդակ խաբեություն կորձերով եւ վստահություն չարաշահելով ուրիշին քույկը մեծ չափերով հապշտակելու ուղագի դիտարկությամբ Իրանի մեջ ցերնագադեր շարք մանցերու կողմե ղեկավարվող եւ հոն կորզունեություն զավալող ընկերություններն Հայաստան ներածված են փոխադրական 52 միջոցներ, կորզիկներ, վարելիք եւ զանազան ապրանքներ։ Աբա տնտեսական կորզունեություն զավալելու ցեվական բادرվագով գեղձած են ներազումի մաքսային հայտարարակիրները եւ պաշտոնական այլ փաստաթուղթեր, նախաբես մտածված սիդավորությամբ ընդանուր առմամբ հապշտակված են 21,72,827 դոլարի համարժեք շուրջ 8 միլիարդ 126 միլիոն 946,460 դրամ արժող քույկեր։ Ռուսիա վարչապետ Միխայել Միշուստինի հետ դեսակցության ընթացքին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան երեկ հայտնեց, որ Հայաստան հետաքրքրված է Եվրոասիական տնտեսական միության մասնակցությամբ եւ մտադիր է Ռուսիա հետ հարաբերությունները զարգացումով։ 7 հունիսին խորհրդարանական ընտրություններն յետք Փաշինյան առաջին աշխատանքային այցելություն տվավ Ռուսիա, ուր Եկատերինբուրգ քաղաքին մեջ մասնակցեցավ Իննոպրոմ միջազգային ցուցահանդեսին։ Միշուստինի հետ դեսակցության ընթացքին Փաշինյան շեշտեց, որ ինչպես մինչև ընտրություններ, այնպես էլ ընտրություններն յետք Երևան մտադիր է Ռուսիա հետ հարաբերությունները զարգացնել։ Փաշինյանի դեսակցությունը հաշորդեց վերջին ամիսներուն Ռուսիա կողմէ հայկական ապրանքներու արգելափակումի որոշումներուն, որոնց պատճառով հայկական բազմաթիվ ընկերություններ զրկվեցան իրենց արտադրությունները Ռուսիա եւ այդ երկրի ջամփով այլ երկրներ արտադրելու կարելիությունն։ Դերևս նաև այս հանգամանքը նկատի ունենալով Փաշինյան դասակցության ընթացքին շեշտեց, որ Եվրոասիական տնտեսական միության համաձայնագիրով նախադեсված դրույթները պետք է կորձեն, դիտել տալով, որ այդ մեկը կփխի Եվրոասիական տնտեսական միության հետագա զարգացումի շահերեն։ Փաշինյան հայտնեց, որ դեսակցությունը տեղի կունենա Հայաստանի խորհրդարանական ընտրություններն յետք, ինչ որ լավ արիթ է դիրքորոշումները համաձայնեցնելու։ Վերջին շրջանին շարք խնդիրներ եղան եւ հույս ունիմ, որ մենք այդ հարցերը կքննարկենք եւ կլուծենք, ըսավ ան։ Ուշագրավ է, որ 7 հունիսի խորհրդարանական ընտրություններուն մասին խոսելով Ռուսիա վարչապետը չշնորհավորեց Փաշինյանը վարչապետ ընտրության համար։ Նախագահ Պուտին եւս չէր շնորհավորած ձայն։ Միշուստին իր խոսքին մեջ չանդրադարձավ նաեւ հայկական ապրանքներու սահմանափակումներուն մասին։ Փոխարենը անհույս հայտնեց, որ Հայաստանի կառավարությունը պիտի շարունակի ռուս ներդրողներուն համար հարմարավետ պայմաններ ստեղծել։ Ան ըսավ, այս արտասահմանյան ծեր առաջին այցելությունն է 7 հունիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններն յետք։ Հույս ունենք, որ ընտրություններու լույսին տակ Հայաստանի նոր կառավարությունը պիտի ապահովի հայ-ռուսական հարաբերություններու առաջընթաց զարգացումը բարեկամության, բարիտրասության ոգիով, փոխադարձ հարկանքի եւ շահերու հարկումով։ Միշուստին նշեց, որ հագարակ համաշխարհային տնտեսական ցնցումներուն Ռուսիա Հայաստանի հետ արտաքին արևդուրի գործընկերներու եւ ներդրողներու շարքին կգրավե առաջին դեղը։ Վերադառնալով Լիբանան եւ հատկապես Այնջար 5 շաբթի 2 հուլիսի երեկոյան տեղի ունեցավ Այնջարի լոխի ախտամար մասնաճյուղի Ֆիլհաննեսյան գետրոնի դարմանադան սպասման սենյակի նորոգության եւ անվանագոչության բացումը։ Գոմիդաս Կահանա Պանոսյանի, Վերաբադվելի Հակոբ Ակպաշարյանի, Հայ Եղապողական Տաշնակցության Գարմիրլեր Գոմիդեին, Կաղակաբեդ Սետրակ Հավատյանի, լոխի շրջանային վարչության ներկայացուցիչին, Բարերար Դերևդիգին Գայզակ եւ Զովիկ Զետյաններուն, լոխական անդամներու եւ հայրենագիցներու ներկայությամբ։ Հանդիսության պասման խոսքը արտասանեց վարչության ադենաբեդուհի Լալիկ Խոշյան, որ ներկաները ողջունել է յետք, հայտնեց, թե ձեռագիրը կատարված է Դերևդիգին Գայզակ եւ Զովիկ Զետյաններու առադասեր նվիրատվությամբ, որոնց ծառայասիրական ցերկը հասած է գետրոնին, բարելավելու այն միջավայրը, ուր ամեն օր բազմաթիվ բարականեր եւ այցելուներ բժշկության ծառայության կսպասեն։ Խոշյան նշեց, որ այս բարերարությունը առաջինը չէ։ Զետյան ամոլը դարիներ շարունակ իր առանձնատերությամբ մասնակցած է քյուրի զարգացումին։
Ամոլի նրբիրադությամբ կառուցված են հոմենտմենի համալիրը եւ անջար արտ գալերին։ Այս ծրագիրի մեկ այլ գեղեցիկ արժեքը այն է, թե արտ գալերիի հասույցը կհատկացվի քյուղի երկու վարժարաններուն գրթության եւ աբակա սերունդներու զարգացումին նպաստելով։ Իր խոսքին ավարտին Խոշյան լոխի վարչության եւ մասնաճյուղի բոլոր ընկերուներուն անունով շնորհակալություն հայտնեց բարերար Ամոլին, իր մարտահրավերական ոգին եւ քյուղին ու գետրոնին հանդեպ ցուցաբերած անսագարկ նվիրումին համար։ Աբա անհրավիրեց հոգևոր հայրերը, բարերարները եւ բատկան մարմիններու ներկայացուցիչները, որբեսի ուղղվին Թարմանադուն, ուր կահանայի օրտնություն աղոթքեն յետք, Գայձակ եւ Ձովիկ Զետլյանի ընտանիքները կատարեցին սպասման սենյակին մուտքին դեղատրված հուշադախտագին կողազերծումը։ Այնուհետև իր սրդի խոսքը փոխանցեց Ձովիկ Զետլյան եւ ասավ, որ իրենք սրդով, հոգվով եւ նվիրումով եւ ծառայության ոգիով գապված են այն ժարին։ Ան իր խորշին շնորհակալություն հայտնեց, նշելով, որ իրենց փապակը այսօր իրականացավ։ Այնուհետև լոխի ախտամար մասնաճյուղի վարչության ադենաբեդուին հուշադախտակ մանցեց բարերար Ամոլին։ Հարկելի ունգընտիրները վագընտիրներ վանացային ցեզի ներկայացուցին հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի դեն ցայնի աղորդաբար Մարինեն եւ Ներսեսը։ Մնացեք միշտ վանացայինի ունգընտիր։